бывая у вас в городе, вот когда бы еще побывал, да, вот если бы не Альбина, не Ольга, нас сюда не пригласили. Спасибо большое, очень приятно, правда, быть здесь. Друзья мои, я очень рада, что мы сегодня с вами будем говорить о очень важном, об очень эффективном инструменте. Это VIP-консультант. Быть VIP-консультантом, растить свою структуру именно вот на базе VIP-консультантов – это самый устойчивый на сегодняшний день инструмент. И сегодня мы об этом будем много говорить. Сегодня мы поговорим о наших гормонах, о нашей эндокринной системе, об этом мы тоже никогда не разговаривали. Поэтому мы специально для Армавира подготовили совершенно новое обучение. Абсолютно новое. Вы будете первооткрывать. Потом это увидят уже жители Еревана, немножко в другом виде, но тем не менее увидят. Итак, мы начинаем. И хочу я начать с человека, который очень сильно виноват. Виноват в росте, виноват в том, что мы вынуждены очень много коробок отправлять именно к вам сюда. И если бы не этот человек, ничего бы этого не было, и город бы жил бы спокойно, но нет. У нас появилась Олик, которая начала мало того, что расти сама, начала растить лидеров, начала заражать свои. Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, որ այսօր ձեր թանկագին ժամանակից մի փոքր հատված նվիրել եք մեզ։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ VIP ծրագիրը որպես կայուն բիզնեսի հիմք, իրական փորձով, իրական արդյունքներով։ Ինչպես VIP ծրագիրը փոխեց մեր բիզնեսի ընթացքը։ Այսօր ուզում եմ պատմել ոչ թե VIP ծրագրի մասին, այլ ուզում եմ պատմել իրական մեր պատմությունը։ Պատմություն այն մասին, թե ինչպես ամենադժվար ժամանակաշրջանում որոշեցինք աշխատել VIP ծրագրով և կայունացրեցինք մեր բիզնեսը։ 2022 թվականի, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մեր բիզնեսը ծանր հարված ստացավ։ Փակվեցին Եվրոպայի շուկաները, մենք կորցրեցինք մեր թիմի մեծ մասը։ Արփինեն կորցրեց իր տնօրենի ստատուսը, ես կորցրեցի ավագ տնօրենի ստատուսը։ Անկեղծ ասած շատ ծանր ժամանակաշրջան էր, ամեն ինչ կարծես փլուզվում էր մեր աչքի առաջ։ Մենք Եվրոպայում 2 տարի անդադար աշխատանքի արդյունքում ունեցանք տնօրեն Պարմեզան Սիլվան և ազգությամբ գերմանացի տնօրենի թեկնածու արդեն։ Ամեն ինչ կարծես իդեալական ընթացք էր ստանում։ Մենք խաղում ենք մեր աշխատանքի պտուղները, բայց ավաղ ամեն ինչ կորցրեցինք մեկ վայրկյանում, ամբողջությամբ։ Բայց ես միշտ հավատացել եմ, որ յուրաքանչյուր ճգնաժամ իր հետ բերում է նաև նոր հնարավորություն։ Սկսեցի մտածել, ինչ անենք, ինչպես դուրս գանք այս դժվարին իրավիճակից։ Ընկերությունը շատ ծանր իրավիճակում էր սանկցիաների տակ, փակվել էին բոլոր ծրագրերը, մեկնարկային ծրագիր, Life Faber-ի, նորեկի նվեր, վերադարձի ակցիա, ոչ մի ակցիա չէր աշխատում, ոչ մի ծրագիր չէր աշխատում։ Աշխատում էր միայն VIP ծրագիրը, այն էլ փոքր սահմանափակումներով։ Ինչ անել, որոշեցի աշխատել VIP ծրագրով, քանի որ դա մեր միակ հնարավորությունն էր այդ մթությունից դուրս գալու համար։ Իրականում ես ինքս չէի հավատում, որ ծրագիրը աշխատելու է և մենք կարողանալու ենք այս ծրագրով վերականգնել մեր ստատուսները։ Կասկածները շատ էին, վախերը շատ էին, բայց եթե չփորձեի, ոչինչ չէր փոխվելու։ Ես կազմեցի VIP աղյուսակը, որը դարձավ մեր գործողությունների քարտեզը։ Արփինեի հետ որոշեցինք, որ ամեն օր աշխատելու ենք չաթային զանգերի միջոցով, բացեցինք VIP-երի համար նախատեսված չաթ և ամենօրյա մեր հետևողական աշխատանքով, ամենօրյա չաթային զանգերի շնորհիվ յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք տանելով մենք սկսեցինք փոքրիկ քայլերով գնալ դեպի մեր նպատակը։ Մենք չենք կանգնում, ամեն օր աշխատում ենք, բացեցինք զուգահեռ նաև առողջության չաթ և սկսեցինք խթանել մեր առողջության ապրանքները։ Մենք ունենք աղջիկ, ով դեղագործ էր և իր օգնությամբ մենք կարողանում ենք այս չաթը աշխատացնել և խորհուրդներ տալ մեր աղջիկներին, ինչ կարող են վերցնել իրենց համար և իրենց շրջապատի համար։ Եվ այսպես քայլ առ քայլ ամենօրյա հաջորդական աշխատանքով մենք վերականգնեցինք մեր ստատուսները։ Իհարկե, սա որ պատմում եմ, սա մեկ օրվա պատմություն չէ, սա քայլ առ քայլ ամենօրյա աշխատանքի արդյունք է, որը եղել է 2 տարի հետո։ Ես վերականգնեցի իմ ավագ տնօրենի ստատուսը, Արփինե վերականգնեց տնօրենի ստատուսը։
Այսօր ձեզ ուզում եմ մի փոքր ներկայացնել այս աղյուսակը, որը դարձավ այն լույսը, որով մենք դուրս եկանք այդ ճգնաժամային իրավիճակից։ Այսօր ես վստահ եմ, ձեզանից շատերը այս աղյուսակին նայելով կմտածի, որ այնպիսի թվեր են, որ հնարավոր չէ, VIP-ով աշխատելը հնարավոր չէ, որովհետև VIP-ը ինքը շատ բարդ ծրագիր է, VIP անելը դժվար է, բայց ես ուզում եմ, որ այստեղ նստած յուրաքանչյուրը հասկանա, որ սահմանափակումները մեր գլխում են։ Եթե մենք սահմանափակվում ենք, որ չենք կարող այս ծրագրով աշխատել, այդպես էլ լինելու է։ Ես ուզում եմ դուք պատկերացնեք ու հասկանաք, որ երբ որ ես այս աղյուսակը գծեցի եւ մենք սկսեցինք այս աղյուսակով աշխատել, շանսերը շատ փոքր էին, հնարավորությունները շատ քիչ էին։ Մենք չունեինք աջակցություն ընկերության կողմից, մենք չունեինք աջակցություն տնօրինության կողմից, ոչ մեկ չէր աշխատում դեռ այս ծրագրի շրջանակներում, առավել եւս առողջության ապրանքների շրջանակներում։ Բայց մենք որոշեցինք եւ սկսեցինք աշխատել։ Այսօր եթե ձեզանից յուրաքանչյուրը որոշի աշխատել, ունի ավելի լայն հնարավորություններ այս աղյուսակով աշխատելու ու արդյունքների հասնելու, որովհետև այսօր ունենք մեծ աջակցություն եւ ընկերության կողմից, եւ տնօրինության կողմից, այսքան առողջության ֆորումները, որ կազմակերպվում են, սրանք լավ գործիքներ են ձեզ համար, որպեսզի դուք կարողանաք նոր VIP խորհրդատուներ ունենալ։ Եվ այս աղյուսակը կարող է լինի ձեր ուղեցույցը, ոնց որ եղավ մերը 3 տարի առաջ։ Իրականում, երբ որ ես այս աղյուսակը գծում էի, իմ մեջ կային շատ վախեր, բայց ես փորձեցի Արփինեի հետ միասին, ու մենք սկսեցինք աշխատել։ Մի բաներ եմ ուզում այստեղ ասել, որ եթե ես 3 տարի առաջ չվախենայի ու չկասկածեի ու այս աղյուսակը գծեի ընդամենը 1 սյունակ ավել, այսօր ձեր առջև կանգնած կլիներ Ռուբինե տնօրեն, ոչ թե ավագ տնօրեն։ Որովհետև իմ նպատակն էր ավագ տնօրենի ստատուսը վերականգնել, ավագ տնօրենը կայունացնել, ես գծեցի մինչև ավագ տնօրեն։ Բայց եթե ես գծեի Ռուբինե տնօրեն, վստահ եմ ձեր առջև կանգնած կլիներ Ռուբինե տնօրենը։ Դրա համար եմ ասում, ամեն ինչ գալիս է մեր գծած սահմաններից։ Դրա համար խնդրում եմ նաև ձեզ, որ եթե դուք որոշեք աշխատել այս աղյուսակով, ուրեմն ձեզ համար գծեք ավելի լայն սահմաններ, որովհետև ինչ սահման որ գծեք, այդ սահմանի մեր հասնելու եք։ Ու պարտադիր չի դուք հասնեք այս կարճ ժամանակաշրջանում, այս որ նշված է 7 կատալոգի կամ 8 կատալոգի ընթացքում։ Այնպես չի, որ մենք այս աղյուսակի հենց այս ժամանակաշրջանում ենք մեր արդյունքներին հասել։ Կարևորը որ դուք աշխատեք այս սխեմայով եւ արդյունքը մի օր կլինի։ Ու դուք կհամոզվեք։ Այստեղ եթե արդեն աղյուսակին նայելով հասկանում եք, առաջին սյունակը ցույց է տալիս կատալոգների ժամանակաշրջանը, երկրորդը ցույց է տալիս խորհրդատուների քանակը, երրորդը անհատական անձնական ծավալը, չորրորդ սյունակը խմբային ծավալն է, տոկոսը մարքեթինգով բացատրվելու եւ ստատուսները։ Ես բացատրությունը չեմ գրել, որպեսզի ձեզ թվերի մեջ շատ չխճճեմ։ Տեսեք, եթե դուք դեռ VIP չեք, ուրեմն խորհուրդ եմ տալիս առաջինը սկսեք ձեզանից, դուք դառնաք VIP խորհրդատու։ Եվ եթե դուք դառնաք VIP խորհրդատու ու պատկերացրեք, որ առողջության ապրանքների խթանումով շատ հեշտ է VIP խորհրդատու դառնալը։ Եթե չեմ խոսում մնացած ապրանքներից։ Եթե դուք դառնաք VIP խորհրդատու, ձեր անձնական ծավալը արդեն 100 բար 3% խորհրդատու։ Եթե դուք հաջորդ կատալոգին ձեր առջև դնեք նպատակ ունենալ ձեզ նման մեկ VIP խորհրդատու, դուք կդառնաք 2 հոգի եւ ձեր արդեն ձեր խմբային ծավալը կդառնա 200 բար ու դուք կդառնաք 6% ծավալ խորհրդատու։ Իհարկե ես սա խոսում եմ նորեկի մասին, բայց նույն սխեմայով կարող են աշխատել նաեւ լիդերները եւ տնօրենները։ Երրորդ կատալոգում ամեն մեկը դուք 2 հոգի եք, եթե ամեն մեկը ձեր նման փնտրեք եւ գտնեք նոր VIP խորհրդատուի, դուք կդառնաք 4 հոգի։ 100 բալով անձնական ձեր ծավալն է, 100-ը 400-ը խմբային, 6% ավագ խորհրդատու։ 4-րդ կատալոգում դուք արդեն 8 հոգի եք եւ 100 բալով խմբային ծավալը հասնում է 800 բալի, 9% արդեն լիդեր։ Պատկերացրեք 4-րդ կատալոգ լիդեր։ Էլի եմ ասում, պետք չի սահմանափակվել հենց այդ ժամանակահատվածին, դուք կարող եք այս արդյունքին հասնել թեկուզ մի փոքր ուշ, բայց կարևորը որ աշխատեք հենց այս սխեմայով։ 5-րդ կատալոգին արդեն դառնում եք 16 խորհրդատու։ Խմբային ծավալը հասնում է 1600 բալի։ Դուք արդեն փոխտնօրեն եք։ 6-րդ կատալոգ 32 խորհրդատու։ Ինձ թվում է պարզ է 16 հոգի, եթե յուրաքանչյուրը մեկ VIP խորհրդատու ունենա, դուք կդառնաք 32 հոգի եւ կդառնաք արդեն տնօրեն 23%։ Իսկ 7-րդ կատալոգում արդեն ավագ տնօրեն 64 խորհրդատու։ Իսկ եթե մի սյունակ ավելացնեք 8-րդ կատալոգում, դուք արդեն կլինեք 128 հոգի 12800 բալ, որը համազոր է Ռուբինե տնօրենին։ Դրա համար եմ ասում, սահմաններ մի դրեք։
Իմ նման չգծեք ավակ տնօրեն, կգծեք ռուբինե տնօրեն, մեկ սիրատ ավել, որովհետև ոնց գծեք, այդպես էլ ստանալու եք վերջում արդյունքը։ Ամեն անգամ այդ աղյուսակը ինձ հիշեցնում է, որ մեծ արդյունքները սկսվում են ճիշտ որոշումից և ամենօրյա հետևողական աշխատանքից։ Այստեղ բերել եմ նաև մեր վիպ խորհրդատուների ստացած նվերները։ Իհարկե այս նվերները մեր վիպ խորհրդատուները ստացել են արդեն հետո։ Ծրագիրը աշխատել է, մենք աշխատել ենք վիպ ծրագրով, սա եղել արդեն 2-3 տարի հետո, երբ որ ընկերությունը ոտքի կանգնեց, նորից վիպ ծրագրի այս խոշոր նվերները եղավ։ Ամեն անգամ այս նվերները ստանալուց իմ գրասենյակում ոտք դնելու տեղ չի լինում, որովհետև մեր թիմի վիպ խորհրդատուները իրոք շատ են։ Ու ամեն այս նվերի հետևում կանգնած է հարյուրավոր զանգեր, մարդկանց առողջության պատմություններ, անհատական աշխատանք ու ամենակարևորը չհանձնվելու որոշում։ Քանի որ մեր խորհրդատուները սկզբնականում չունեին նվերներ, եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենց ոգևորենք ու մինչև այսօր դա անում ենք ու շարունակելու ենք անել։ Մենք մեր խորհրդատուների համար կազմակերպում ենք հատուկ միջոցառումներ, որովհետև միայն նոր վիպ ունենալը չէ կարևոր։ Կարևոր է նաև այնպես անել, որ մարդը իրեն գնահատված զգա։ Գեղեցիկ հյուրասիրություն, իրենց փոքրիկ հաջողությունը, իրենց վիպի ստատուսը մենք փորձում ենք դարձնել փոքրիկ տոն ու իրենց նվիրում ենք իրենց անուններով սերտիֆիկատներ, ծաղիկներ եւ արծաթե վիպերը մեր կողմից ստանում էին արծաթե վզնոցներ իրենց արծաթե կախազարդերով, իրենց անվանատարով։ Այսպիսի միջոցառումները ստեղծում են մի միջավայր, որտեղ մարդիկ գնահատվում են։ Իսկ եթե մարդը իր աշխատանքը գնահատված է զգում, նա պատրաստ է ձեզ հետ շարունակել իր ճանապարհը։ Այս տարիների ընթացքում ես մի կարևոր բան եմ հասկացել։ 25 եւ 50 հորանոց խորհրդատուն այսօր կարող է պատվերանել վաղաոճ։ Իսկ վիպ խորհրդատուն շատ ավելի կարևոր է։ Վիպ ստատուսի շնորհիվ դուք կարող եք հասնել ձեր ամենաերազատ ստատուսներին եւ ամենակարևորը կարող եք այն երկար պահել կարիերում։ Վիպ ծրագիրն օգնում է ձեզ ավելի արագ հասնել ձեր ցանկալի արդյունքին։ Եթե 3 տարի առաջ ինձ հարցնեիք, ես այսքան վստահ չէի պատասխանի, որովհետև իմ մեջ էլ կար շատ վախեր ու կասկածներ, բայց ես տարբերակ չունեի, ես պիտի փորձեի։ Իսկ այսօր ձեր հնարավորությունները այլ ավելի մեծ են։ Եթե այսօր ինձ հարցնեն, որն է ամենակայուն, ամենաարագ արդյունավետ բիզնես կառուցելու հիմքը, ես առանց վարանելու կպատասխանեմ վիպ ծրագիրը եւ ումարած նաեւ առողջության ապրանքների խթանումը։ Այսօր իմ Արքինեի թիմում միասին կա 42 վիպ խորհրդատու։ Եվ ուզում եմ այսօր բոլորս միասին ծափահարենք այստեղ ներկա գտնվող մեր վիպ խորհրդատուներին, թող ոտքի կանգնեն մեր վիպ խորհրդատուները։ Ափսոս, որ մյուսները ներկա չեն, բոլորը ներկա չեն, բայց ինչև է, մեծապահությունները ուղղված են նաև իրենց։ Ուզում եմ այսօր այստեղ նստած յուրաքանչյուրը իր հետ մի միտք տանի։ Մի սպասեք իդեալական ժամանակի։ Երբեմն ամենադժվար ժամանակը ձեր ամենամեծ հնարավորությունն է դառնում։ Մեծ արդյունքները սկսվում են մեկ որոշումից, գործել եւ չհանձնվել։ Եթե այսօր նստածներից որևիցե մեկը որոշում կայացնի, որ աշխատելու է, գործելու է եւ չի հանձնվելու, ուրեմն իմ ելույթը արդեն իր նպատակը կատարել է։ Եվ հիշեք, ցանցային բիզնեսում մենք ապրում ենք միայն այն ժամանակ, երբ օգնում ենք ուրիշներին աճել։ Շնորհակալ եմ։